Ուրեմն հիշացնեմ ինչ էինք անում անցյալ անգամ, այս մի քանի լեկցիայի ժամանակ սկսում ենք ինչ որ դաշտից F ու ուզում ենք կառուցենք վերջավոր ընդլայնումներ այնա տեքստը ինչ է ու ինչա պարզվում, որ բոլոր այսպիսի վերջավոր ընդլայնումները ստացվում են նույն պրոցեսից, այս կան Անդրապես վերցնում եք F-ը, Fx-ը, բազմանդամների օղակը, այստեղ էլ վերցնում եք մի հատ չբերվող բազմանդամ, ինքը դաշտ է ստացվում, ու մենք խոսեցինք հանրահաշվական էլեմենտների մասին, երբ որ is algebraic if f of 0 այդ դեպքում երբ որ հանրահաշվական էլեմենտներ ունենք, այս f alpha-ն իսկապես որ ստացվում է այս պրոցեսից fx-ը բայց պատկանում է fx, f-ն է պատկանում, ոչ թե alpha-ն հարկանթի։ F-ը, ճիշտ է, շնորհակալություն։ Այստեղ մինիմալ օրինով մենք բազմանդամ սահմանեցինք մինիմալ։ Այս ամենափոքր աստիճանի բազմանդամն է, որը այս m alpha-ն նայում ենք այս իդեալին, fx f alpha 0 ինքը իդեալ է, այսինքն այդ ժամանակ, քանի որ ինքը PID է, մի հատ այդպիսի բազմանդամ իրան բան անում generator ծնում է Հիմա այսօր կխոսենք մյուս պերսպեկտիվան այս բանի վրա, որ մենք սկսենք բազմանդամից ու կփորձենք կառուցել մի հատ դաշտ, որը պարունակում է այդ բազմանդամի բոլոր արմատները։ Ուրեմն նորից F-ը դաշտ է։ Մենք կասենք, որ կան F-ի վրա Իրեմ ինչ կասի splitting field, պառակտող դաշտ, բայց երևի սխալ է դա։ Ինչ ենք ասում splitting field-ին։ Splitting field-ը ահագին լավ է իրական, բայց ինչ պրոպորցիա խախտում։ Պետք չի թարգմանել, ասենք splitting field, ասենք splitting field։ Ընդլայնումը կլինի splitting field, եթե ինչպես ասացի, կան պարունակում բոլոր արմատները F-ի, այսինքն եթե նայում ենք Fx-ը կարող ենք դիտարկել որպես KX-ի անդամ, ժամանակ եթե բոլոր արմատները ունի, Fx-ը կարող ենք գրել այս ձևով, ու այս ալֆաները կարող են նույնը լինել։ Ես n ֆակտորիալի հավասարության դեպք կամայական n-ի համար կա։ Կներեք մի հատ էլ կկրկնեք հարցը։ N ֆակտորիալի հավասարության դեպք կամայական n-ի համար կա։ Նայես դաշտից, նայես դաշտեր կա, որ ընդհանրապես մեկ է միշտ, օրինակ կոմպլեքս թվերի համար
միշտ մեկ եք ստանում, բայց եթե այսինքն այդ կախված է դաշտից ու բազմանդամից։ Բայց լավ հարց է, որովհետև այս n ֆակտորիալը ոնց է ստացվում, ասենք ամենավատ դեպքը կարող է լինի այս splitting field-ը պիտի լինի ամենափոքր, էլի, այսինքն ամենափոքր դաշտը, որ պարունակում է այս արմատները, մենք կարող ենք, եթե ձեր դաշտը տված է որպես subfield, այսինքն ինչ-որ ուրիշ դաշտի մեջ է պարունակվում, ասենք մենք գիտենք, որ C-ն կոմպլեքս թվերը եթե ընդունենք, որ գիտենք, որ ամեն բազմանդամ կոմպլեքս թվերի վրա ունի արմատ, այդ ժամանակ մենք կարող ենք ուղղակի դիտարկել այս դաշտը, որը ստացվում է արմատները կցելով Q-ին։ Բայց ընդհանրապես մենք չունենք հլա, որ ինչ-որ սենց մեծ դաշտ, որի մեջ կարող ենք դիտարկել այս բոլոր ընդլայնումները, այսինքն մի քիչ ստեղ պիտի հասկանանք, որ abstract կառուցում է, մենք օրինակ կարող էի ասեի, որ splitting field-ը սա է, բայց այդ ժամանակ պարզ չի, թե սա որտեղ է ապրում, այսինքն արմատները եթե չեն չունենամ, չէ, այս արմատները ինչ-որ տեղ պիտի ապրեն, իսկ եթե սկսում եմ Q-ից, այս արմատները հլավոր ոչ մի տեղ չեն ապրում, և այս կառուցումը օգտագործվում է հենց այդ դաշտը կառուցելու համար, որը հարահաշվական փակումն է, էլի, դաշտի, algebraic closure, բայց եթե ուզում եք նենց ավելի պրիմիտիվ ձևով մտածել սրա մասին, եթե ասենք Q-ի հետ գործ ունենք, ռացիոնալ թվերի, C-ի մեջ, splitting field-ը կլինի այս դաշտը, այսինքն արմատները վերցնում ենք, կցում ենք Q-ին, ստացվում է ինչ-որ դաշտ, ամենափոքր դաշտն է։ Ամենավատ դեպքը, որ կարող է լինի, եթե F-ը is irreducible, չբերվող, այդ ժամանակ մի հատ արմատ կցելու համար պետք է ինչպես նշեցի, սա ստացվում է այս կառուցումով, ու մենք գիտենք, որ այս դաշտը կան, այս K1-ը աստիճանը F-ի վրա հենց աստիճանն է F-ի, որովհետև բազիսը սրա ստացվում է հենց այս էլեմենտները բազիսը։ Հիմա մի հատ արմատ կցում ենք ու այդ ժամանակ մեր F-ը, եթե մենք ունեինք Fx over K1 splits as F x minus alpha 1 կամ ուստեղ մի հատ անում եք F1x։ Հիմա այս F, չգիտեք այս F1x-ի ինչ կարող է լինի, կարող է ընդհանրապես բոլոր արմատները, մի հատ արմատ կարող եք կցել ու բոլոր արմատները ստանալ, բայց կարող եք նաև ամենավատ դեպքում ստանալ F1-ը, որը կունենա n-1 աստիճան, ու էլի լինի չբերվող, այդ ժամանակ այս պրոցեսը կրկնում եք ուղղակի, K1 alpha 2-ն ստացվում է K1 x-ը, մնացորդներն եք վերցնում, մոդ F1x, սա արդեն կլինի ոնց որ F alpha 1 alpha 2, ու հիմա աստիճանը K1 alpha 2-իայի վրա, սա արդեն n-1 կամ սրանից փոքր, եթե F1-ը բերվող է, այդ ժամանակ վերցնում եք ինչ-որ չբերվող մասը F1-ի,
ու շարունակում եք այս process-ը, մինչև բոլոր արմատները կցվում է f-ին, այդ ժամանակ այս n factorial եք ստանում, f մեկ n f-ի վրա ստացվի ամենաշատը կստացվի այս դեպքը։ Երբ որ ամեն քայլում այս մնացորդը, այս ինչ որ մնում է մի արմատ կցելուց հետո այդ մնացած մասը ինքը չբերվող է, այդ ժամանակ իսկապես կստանաք ֆակտորիալ։ Լավ, այս կառուցումն է ինքը, չգիտեմ, ինչ որ հարց կա սրա մասին, ոնց ենք ստանում splitting field-ը։ Այսինքն մենք ցույց տվեցինք, որ այսպիսի դաշտ միշտ գոյություն ունի։ Ուղղակի մեզ այս կառուցումը կրկնում ենք, քայլ առ քայլ ստանում ենք բոլոր արմատները։ Հիմա մի քանի օրինակ կասեմ, որ ավելի հարց կար։ տվեք։ Այս օրինակ f-ը չբերվող էր այդ ալֆաները իր արմատները ոնց են, որ եթե չբերվող են։ Եթե f-ը չբերվող լիներ, թե բերվող լիներ։ Որ չբերվող է։ Ոնց որ եթե չբերվող արմատ կարա, արմատ ունի։ Ինքը արմատ ունի հենց այդ ընդլայնման մեջ, այդ ընդլայնում կառուցումը հենց արմատ կցելու համար է, եթե ասենք fx-ը is irreducible, ինքը իհարկե արմատ չունի, then fx has no roots enough. Այսինքն իսկապես ինքը արմատ չունի է, բայց ինչ ենք ուզում ենք մեր դաշտը մի քիչ մեծացնենք, որ արմատ ունեն, այսինքն մտածեք այս օրինակի մասին, qx-ում, իհարկե երկուսի արմատը q-ին չի պատկանում, հեշտ է ցույց տալ, ապացույցը երևի տեսել եք, բայց կարող ենք նայել այս դաշտին, որը հենց շատ կոնկրետ կարող ենք գրել, պատկերացնել որպես A, B երկուսի արմատ, AB ինքը դաշտ է, չէ, հեշտությամբ ստուգում ենք, որ սա դաշտ է, ու պարունակում է արմատը, SF-ի, բայց մյուս կողմիցը ինքը իզոմորֆ է այս մյուս կառուցմանը, այսինքն վերցնում ենք բաժանորդը բաժանում է quotient, վերցնում ենք օղակը, բազմանդամների օղակը բաժանում ենք այս իդեալով, ինքը մաքսիմալ իդեալ է, որովհետև այս բազմանդամը չբերվող է, մենք քննարկեցինք, որ իդեալները fx-ի մեջ կլինեն մաքսիմալ, ինչը նույնն է, որ կլինեն պարզ, միայն այն դեպքում, այն և միայն այն դեպքում, եթե բազմանդամը ինքը, որը ծնում է այդ իդեալը, կլինի չբերվող, չէ, այսինքն սա չբերվող է qx-ում, ստանում ենք դաշտ, ու մեր դաշտը իսկապես պարունակում է արմատը, հիմա այդ կառուցումն ենք անում, այսինքն ինչ որ իմաստով այն հարցը, որ fx-ը արմատ ունի, թե չէ, կախված է նրանից, թե որ դաշտի վրա եք դիտարկում, եթե դիտարկում եք f-ի վրա, կարող է չունենա, բայց միշտ գոյություն ունի այնպիսի դաշտ, որտեղ մեր f-ը ունի բոլոր իր արմատները, այս splitting field-ը ամենափոքր այդպիսի դաշտն է։ Հիմա մի քանի օրինակի վրա նայենք, երևի ավելի պարզ կլինի, թե սա ինչ է, եկեք սկսենք
մի քիչ ավելի, հա, Այն որ մի հատ ջարդեցինք ստացանք F1-ը, հիմա Ահա։ օրինակ F1-ը լինի էլի ջարդ երկու մասի բաժանվի, ու ասենք Ահա։ ամենատարպես n-1 կես էլի։ Հիմա ես ուզել ենք ֆիլդը լենց ընդլայնենք, որ երկուսից էլ արմատ ունենամ, չէ, երկուսի համար էլ։ Ահա, այո։ Բայց ճիշտ ասում, որ մի հատ պիտի կոպիտ ասած n կես անգամ մի հատ ընդլայնեմ, հետո մի հատ էլ n կես անգամ, որ առանձին Ահա։ Ահա, հեսա կտեսնենք, օրինակ այս օրինակը հենց է ձևի, երկրորդ օրինակը այդ ձև է ստացում հիմա, եկեք նայենք ոնց է ստացում առաջի դեպքը հենց ստանում ենք 3-ի ֆակտորիալ, չէ, տեղ մի հատ edge ավելացնեմ, եկեք սկսենք fx, հավասար x խորանարդ մինուս 2 qx-ը, այս բազմանդամը չբերվող, հիմա կարող ենք ասել, թե սրա արմատները որն է, եթե ես գրեմ z3-ը լինի e2 pi i 3, այսինքն որպես կոմպլեքս թիվ, սա 2 pi over 3 plus 2 pi over 3i, ավելի կոնկրետ, այս z3-ը այս հավասարմանն է բավարարում, տեղից հեշտությամբ կարող եք ստանալ, որ z3-ը հավասար է ինչի մինուս 1 գումարած մինուս 3 2-ի վրա։ Այսինքն ես կոսինուս սինուսի եմ հիշում ինչերի հավասար, բայց այս հաշվարկից ստանում ենք, որ սա է։ Հիմա որն է արմատները։ Արմատները մենք կարող ենք գրել։ Արմատը, եթե մեկը խորանարդ արմատնա 2-ի, մյուս 2 արմատն էլ կլինեն հենց այդ արմատը z3-ով բազմապատկած ու z3 քառակուսիով բազմապատկած։ Այնտեղ i դեմը մինուս չի, որ I դեմը ի չկա, ի չկա, եթե ուզում եմ ի գրեմ, դա կլինի մինուս 2 գումարած ի 2-ի վրա, մինուս 1-ի արմատն է։ Էլի հարցեր կան։ Ուղումներ, հարցեր։ Հիմա համաձայն եք, որ սրանք են արմատները, չէ՞։ Հիմա ասենք ուզում ենք ստանալ ամենափոքր դաշտը Q պարունակող, որ այս բոլոր արմատները կունեն, հա։ Հիմա առաջինը կարող ենք վերցնել մի արմատ գցել, սա կլինի ուղղակի QX-ը բաժանած x 2-ով։ Հիմա եթե դիտարկենք մեր բազմանդամը f1-ի վրա, չէ՞։ Ես ոնց կարող ենք մենք հիմա ներկայացնել։ Մենք կարող ենք ներկայացնել որպես x մինուս խորանարդ աստիճան, այս մյուսն էլ հավասար կլինի, պիտի հաշվեմ արդեն, ինչի հավասար, հավասար է x քառակուսի գումարած մինուս խորանարդ 2x գումարած 2 խորանարդ քառակուսի, չէ, իսկ դա կլինի իմ f1-ը, որը չբերվող է։ Ճիշտ գրեցի, եկեք հաշվենք, այսինքն հաշվում եմ x մինուս 3
Երկրորդ Ալֆա, նախագծում գումարած մի րոպե, համոզված եմ։ երկրորդ նախագծում Երկրորդ հակագծում։ Այսինքն ստանում եմ, այստեղ գումարած է ստացվում, ճիշտ է։ Դե, այսինքն գիտեմ, որ z քառակուսի գումարած z-ը հավասար է -1-ի։ Եթե օգտագործեմ այս հավասարումը, այստեղ պլյուս է ստացվում։ Հիմա ինչու է սա չբերվող, չէ՞։ Կարող ենք ստուգել, որ չբերվող է, բայց մյուս կողմից էլ, եթե բերվող լիներ, այդ ժամանակ մենք կունենանք համ ալֆան, համ z3 ալֆան։ Իսկ եթե այդ երկու էլեմենտներ ունենք, մենք z3-ը պետք է ունենանք, իսկ z3-ը կոմպլեքս թիվ է, ոչ թե ռեալ, իսկ այս դաշտը ինքը ռեալ թիվ է, այսինքն դրանից արդեն կարող ենք եզրակացնել, որ սա պետք է լինի չբերվող։ Հիմա նորից կրկնում ենք նույն կառուցումը f1x, f1x, այդ ժամանակ ստանում ենք հենց այս splitting yield-ը։ Այս ալֆան կլինի, եկեք սա կոչենք ալֆա, կլինի ալֆա z քառակուսի ալֆա, որը նույն բանն է, չէ, նույն դաշտն է, ինչ q ալֆա z-ը։ Որովհետև եթե մենք ունենք այս z-ը, մենք կարող ենք ստանալ այս երկու էլեմենտը ուղղակի բազմապատկելով ալֆան z-ի աստիճանների հետ։ Մյուս կողմից էլ, եթե ունենք համ ալֆան, համ z ալֆան, մենք կարող ենք ստանալ z-ը բաժանելով ալֆայով, կամ եթե ունենք ալֆան ու այս էլեմենտը, կարող ենք ստանալ z քառակուսին, բայց z քառակուսին հավասար է z գումարած 1-ի, այսինքն եթե երկու արմատ ունենք, ցանկացած երկու արմատ, չէ, այս նույն ձևով էլ կարող ենք z-ը ստանալ սրանից։ Այս ցանկացած երկու արմատից մենք կարող ենք ստանալ համ ալֆան, համ z-ը։ Այս երկու արմատից օրինակ ալֆան ո՞նց ենք ստանում։ Բաժանում ենք նախ, ասենք սա բաժանում ենք սրանով, ստանում ենք z-ը, հետո եթե ունենք z-ը, բազմապատկում ենք z-ով այս էլեմենտը, ստանում ենք ալֆա։ Մի հատ եթե մտածեք դրա մասին։ Եթե այս երկու արմատները ունենք, ու ուզում ենք ստանանք ալֆան, կարող ենք բաժանել երկուսը իրար հետ, հետո բազմապատկել z այդ քառակուսի ալֆա, կստանանք ալֆա։ Շատ լավ, ուրեմն եթե հիմա գնանք նայենք այս process-ում ինչ արեցինք մենք, մենք մի անգամ գցեցինք q-ին մենք գցեցինք իսկ խորանարդ արմատը երկուսի, հետո սրանից մենք գցեցինք մինուս գցեցինք q խորանարդ արմատ ու i խորանարդ արմատ 3, չէ։ Դա z-ը նույնն է, ինչ որ qz3-ը, նույնն է, ինչ որ qi քառակուսի արմատ, դեռ քառակուսի արմատը կներեք, սխալ եմ գրել։ Սա սրա աստիճանը 3 է, սրա աստիճանը 2 է, ու ամբողջը 6 է, այսինքն այս դեպքում ստանում ենք, որ կան q-ի վրա իսկապես հավասար է 3 ֆակտորիալի, որը 6 է։ Որ հարց կա այս կառուցման մասին։
Լավ, եթե հարց Բայց այն որ անցածը հարցրեցի, չգիտեմ, դրա օրինակն էի քննարկում, թե ուրիշ բաներ։ Չէ, այս նախ այն դեպքն է, երբ որ արմատ ես գցում, մնացած մասը չբերվող է, այսինքն տեղ այն դեպքն է, երբ որ երկու քայլ ունենք, չէ, առաջի քայլում մի արմատ ենք գցում, հետո մի հատ էլ քայլ կա, մի հատ էլ ենք արմատ գցում, այդ ժամանակ բոլոր 3 արմատն է ստացվում, բայց այս այն դեպքն է, երբ որ մի արմատ գցելուց հետո այս մնացած մասը չբերվող է նորից, այս ոնց որ ավելի հաճախ հանդիպող դեպքն է, եթե աշխատում ենք ռացիոնալ թվերի հետ, եթե ցանկացած բազմանդամ վերցնեք, շատ անգամ ինչ որ հավանականության տեսակետից այդ բազմանդամը կլինի չբերվող ու իր ընդլայնումը, որ պետք է ստանանք, կլինի n ֆակտորիալ, այսինքն բերվող բազմանդամները շատ ավելի փոքր են, ինչ որ հաշվարկներ կարող եք անել, որ ստանդարտ դեպքը հենց n ֆակտորիալն է, բայց եկեք նայենք այս երկրորդ օրինակին, որը հենց մի քիչ ուրիշ ձևի է ստացվում, այս x8 մինուս 1, x8 մինուս 1-ը չգիտեմ, այս օրինակը մի քիչ կարող է հենց այն ձեր ասած օրինակը չի, որովհետև բազմանդամը ինքը բերվող է հենց սկզբից, կարող ենք իրան բաժանել x քառակուսի մինուս 1, x քառակուսի գումարած 1, քառակուսի գումարած 1, ես էլ կարող ենք ստանալ x մինուս 1, x գումարած 1, x քառակուսի գումարած 1, x4 գումարած 1։ Այսինքն այստեղ ունենք ուզում ենք բոլոր արմատները f-ի գցել q-ին, բայց արմատների մի մասը արդեն հենց q-ում է, մեկն ու մինուս մեկը արդեն q-ում է։ Հիմա ունենք երկու բազմանդամ, չէ, ասենք սրանի, ուզում ենք սրա արմատը գցենք, այդ ժամանակ q-ից ստանում ենք qi, մինուս 1-ի քառակուսի արմատը այն է։ Հիմա նայենք x4-ը գումարած 1 is irreducible։ Բերվող է q-ը, բայց հիմա այս մյուս դաշտի վրա, f1-ի վրա, ինքը չբերվող է, թե չէ։ Ինքը բերվում է արդեն, չէ, որովհետև կարող ենք գրել x քառակուսի գումարած i, x քառակուսի մինուս i is reducible։ Մյուս կողմից էլ մենք արմատը չունենք i, չէ, բայց այսինքն այս երկու մասը իրանք չբերվող են, այս բազմանդամը բերվում է երկու մասի, բայց ոչ մի նոր արմատ չեք ստանում, այսինքն եթե այս արմատը գցեցինք, այս մյուս բազմանդամը դարձավ բերվող, բայց իր արմատները դեռ չստացանք, հիմա մյուսը կարող ենք q քառակուսի արմատ i, ժամանակ սա էլ է 2, սա էլ է 2, այդ ժամանակ մենք բոլոր արմատները ստացանք, սա էլ կլինի 4։ Հիմա նայում ենք բազմանդամին, մենք ունենք ինչ որ իմաստով ուզում ենք այս երկու արմատը գցել, բայց
Սկսեցինք սրանից, հետո մի հատ էլ արմատ այս բազմանդամից գցեցինք, ստացանք այս դաշտը, բայց այս դաշտը իհարկե ինքը ին պարունակում է, այսինքն եթե ես սկսեմ այս բազմանդամից ու կառուցեմ դա, ինքը ավտոմատ դրա արմատները կպարունակի, այսինքն u square root I ինքը կլինի qx x 4 գումարած 1 in is երևակայողական մեկը in պարունակվում է այս դաշտի մեջ Կեղծ միավոր կեղծ միավոր հա մոռանում եմ ինչ այդ տղական կեղծ միավոր Այս օրինակ ինչ որ ձևով ձեր հարցին պատասխանում է, թե ուրիշ հարց։ ճիշտն ասած չէ ուրիշ հարցեր Լավ, եկեք հետո ձեր հարցը հասկանանք։ Ինչ է հարցը։ ասում Մի եմ հատ որ օրինակ օրինակ չէ ոնց որ հենց այդ գնահատականն եմ ուզում լավ հասկանամ էլի ասենք սկսենք մի հատ ինչ որ չբերվող ոնց որ թե սա է հարցը fx irreducible հիմա f alpha over f alpha f making նշանակում fx-ը հավասար է x minus alpha f make alpha but f make x is reducible տեսքի պատճառով այնպես անգամ ասում ասում Դες այդ հարցնում Դες աչեք հարց հələ որ ստենք էլի մստեղ ասում եմ որ f1-ը օրինակ կարող է բաժանվում է երկու կտորի Ահա օրինակ ամեն մեկը ասենք n-կես աստիճան էլի հիմա այս երկու կտորը բան չէ հենց դաշտը այնքան ընդլայն է որ այդ երկու կտորն էլ առանձին բաներ են Mən նաև տարբերակը որ ես եմ մտածում այդ որ առաջի ֆակտորի համար իր դգրի անգամ մեծանալու ասենք n-կես անգամ հետո էլ մտել երկրորդի համար է n-կես անգամ մեծանալ Դա հնարավոր է որ տեղի ունենա հիմա օրինակ դա տեղի է ունենում հենց ինչ որ իմաստով Սա արդեն ցույց է տալի, որ դա հնարավոր է, որովհետև մենք այս Z8-ը երբ որ կցում ենք, այս մնացած մասը, այս f1x-ը, ինքը ստացվում է հավասար x մինուս Z8 երրորդ աստիճան, x մինուս Z8 5-րդ աստիճան, x մինուս Z8 7-րդ աստիճան։ Այսինքն, եթե մի հատ արմատ կցում ենք, մյուս արմատներն էլ ենք ստանում։ Բայց եթե ուզում եք ավելի սիրուն օրինակ, պիտի մտածեմ, ինքներդ է կարող եք երևի մտածել, ասենք 6-րդ աստիճան, չէ, ասենք 5-րդ աստիճանի ինչ որ բազմանդամ եմ ուզում, որը ստացվի x alpha, մի արմատը կցեցի, Ստեղ մնաց f1x, f2x, both irreducible. Degree 2 over q alpha. Եկեք մտածենք, սենց ոնց կարող ենք կառուցել սենց բան։ Ոնց կարող ենք կառուցել։ Նավսակ ասեմ, որ հարցին պատասխանել եք արդեն։ Արդեն պատասխանել եմ հարցին, իսկ այս ձևի օրինակ ինքներդ կարող եք կառուցել, որ 5-րդ աստիճան լինի ու չբերվող լինի
մի բան փորձեմ, եթե չէ, դա չի աշխատի։ Կարող է երեք հատ իրական արմատ ունենա, որ մեկը մնացածների հետ կապված չլինի ու երկու հատ լինեն կոմպլեքս։ Չդի կլինի Ահա։ բարձր։ Ինչ-որ իրար հետ կարող է Չէ, մի րոպե, այս բանը ինքը հնարավոր է, մի հատ մտածենք, սա irreducible։ Բան, եթե նիցանենք, որ մենակ մի իրական արմատ ունենա, ինչ-որ այդ իրական արմատը, որ online-եմ կմնամ R-ի մեջ, Ահա։ իսկ այն մյուս բազմաթամը, որ ստացա, հաստատ պիտի բերվի, որովհետև նո R-ում ոնց որ սաղել, մի րոպե, բայց էդի Q alpha-ում կարող է չբերվի։ Կարող է երևի սա աշխատի, եկեք մտածենք, եթե x5-ից հանեմ 2, ու x մինուս 5-րդ աստիճան, երկրորդ, ոնց որ ասում ենք ռեալ լինի, իսկ մնացած մասը կստացվի հենց ինչն է մնում է սրա արմատները որն են, Z5-ը պիտի կծենք, չէ, այսինքն Z5 x մինուս Z5 ռակուսի ալֆա, x մինուս Z3 ալֆա, x մինուս Z4 ալֆա։ Հիմա այս բազմանդամը, եթե իրար բազմապատկենք, Z4 գումարած Z3 գումարած Z2 գումարած Z1 0-յա։ Լավ, ինքներդ հետո կստուգեք, ինձ թվում է, որ սա պետքա բաժանվի երկու քառակուսի մասի, որոնք ես մի բան գիտեմ, այսինքն ուզում եմ մի քիչ խաբած լնեմ ձեզ։ Ես գիտեմ, որ այս ընդլայնումը ունի 10-րդ աստիճան։ Այսինքն եթե գնանք Q 5-րդ աստիճան 2-ը, այս 5-ը, տեղից տեղ 2 պետք է լինի, այսինքն այս 4-րդ աստիճանի բազմանդամ մնում, բայց ինքը պիտի լինի երկու մասից կազմված, երկուսն էլ պետք է լինի չբերվող քառակուսի բազմանդամ։ Այսինքն սա պետք է որ աշխատի, որպես օրինակ։ Ես չհասկացա, Մեկը երկուսի հետ է։ ոնց կարա դա չբերվող չլինի։ Այս բազմանդամը, այս կլինի բերվող այս դաշտի վրա։ Ես մի հատ ուրիշ հարց տամ, եթե հերթականությունը փոխենք, սկզբից ավելացնենք այդ Z-ան, կստացվի 4 անգամ առնում, բայց 10-ը 4-ի չի բաժանում։ Ճիշտ է, մի րոպե, ինչ եմ ասում ես այդտեղ։ Չէ, երևի 10 չի, ինչ է ուրեմն։ Չէ, ճիշտ եք ասում։ Ես այդտեղ սխալ ասեցի։ Ստանում ենք ոչ թե 2, այլ ինքը 4 է այստեղ։ Այսինքն էլի չբերվող է մնում, հա, այստեղ 20 եք ստանում։ Լավ, այս չաշխատեց։ Լավ, կմտածեք դրա մասին, եկեք։ Ես հիմա տենց բազմանդամներ կա, կարող եմ ասել, որ միշտ կարող եք այդպիսի բազմանդամ ստանալ։ Ինչ եմ ուզում, եթե մի քիչ Գալուեի թեորիա գիտեք, կարող եք սենց մտածել, դիեդրալ խումբը, որը ունի, ասենք, 2n էլեմենտ, ինքը
Պարունակի, այսինքն նենց ընդլայնում կա, որի հենց գալուայի խումբը էս dihedral group-ն է։ Ինքն կունենա աստեղ մի հատ n, հետո ստեղից կլինի 2։ Կա ինչ-որ բազմանդամ fx, over q of degree 2n, that's the problem. Կարող եք փորձել ուղղակի էլեմենտար մեթոդներով ապացուցել, գոյություն ունի fx, qx-ում irreducible degree 2n, fx x minus alpha, ուստեղ քառակուսի բազմանդամներ է ստացվում։ Քանի հատ է ստացվում։ Չէ, պիտի լինի n աստիճանի ու degree such that այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ բազմանդամ կա n-երորդ աստիճանի, որ երբ որ մի արմատը կցում եք, մնացածը երկրորդ աստիճանի, այսինքն այդ բազմանդամը ինքը քառակուսի բազմանդամների է բաժանվում, մնացած մասը, էլի, սրանք չբերվող են արդեն այս q alpha-ի վրա։ Թե կոնկրետ ոնց եք սա կառուցում, այդ մեկը հիմա այս րոպեին չեմ հիշում, բայց եթե մի քիչ մտածեմ կհիշեմ։ Եկեք վերադառնանք հիմա լեկցիային, ուզում եմ հենց այս դիկատոմիկ ընդլայնումները քննարկել, երբ որ նմանատիպ բաներ ենք անում, բայց n-ի հետ։ Այսինքն ուզում ենք անալ բոլոր x-n մինուս 1-ի արմատները։ Հիմա ինչ պիտի կցենք, q-ին, չէ, եթե q-ի հետ ենք աշխատում, պետք է կցենք այս zn-ը, որը որպես կոմպլեքս թիվ այսպես է ներկայացված։ Կարող եք հաշվել, այդքան դժվար չի, թե սա ինչ է, կարող եք ցույց տալ, որ առաջի 8 հատը այս տեսք ունեն, z5-ը մի քիչ տարօրինակ է թվում, բայց էլի կարող եք ապացուցել, որ z5-ը սրան է հավասար, այսինքն շատ արմատներ կա, բայց z5-ը 4-րդ աստիճան ունի։ Դեռ 4-րդ աստիճան ունի, ու մենք գիտենք, որ z5-ը այս բազմանդամի արմատը։ Այսինքն այս բազմանդամի արմատը ներկայացված է ինչ-որ տարօրինակ ձևով, բայց բազմանդամը ինքը հաճելի տեսք ունի։ Մենք անցյալ անգամ ցույց տվեցինք, որ եթե հիշում եք, այդ Այզենստայնի կրիտերիայով մենք ցույց տվեցինք, որ սա չբերվող է։ Z6-ը էլի ունի երկրորդ աստիճան, մի քիչ տարօրինակ է, Z5-ը ունի 4-րդ աստիճան, Z6-ը ունի երկրորդ աստիճան, Z8-ը ունի 4-րդ աստիճան։ Այսինքն, եթե նայենք այս թվերին, որ ստանում ենք, չէ, որպես աստիճաններ, այդտեղ ստանում ենք 1, 1, 2, 2, 4, 2, 4։ Ու հարցը նրանում է, թե ընդհանրապես եթե
այս ZN-ը կցում ենք Q-ին, որ աստիճանի ընդլայնում ենք ստանում ու ընդհանրապես որն է մինիմալ բազմանդամը Z-ի, չէ՞։ Այսինքն այս բազմանդամի արմատը իհարկե ZN-ը, բայց ZN-ը ինքը բերվող։ Հիմա այս հարցին պատասխանելու համար պետք է դիտարկենք այս հենց cyclotomic extension, cyclotom ընդլայնում, չգիտեմ ինչ եք ասում հայերեն, cyclotomic ասում, թե ուրիշ հայկական բառ կա cyclotomic-ի։ Ցիկլոտոմիկ։ Cyclotomic, cyclotomic-ը ինձ թվում է լավ բառ է, ինքը ինչ է, հունական բառ է ինձ թվում է։ Լավ, հիմա նախ սահմանենք, թե ինչ է նշանակում աստիճան կամ կարգ, ոնց կասեմ, կարգը երևի, ZNI, ամենափոքր m-ն է, որ բարձրացնենք այս աստիճանի կստանանք 1, չէ՞։ ZN-ի կարգը հենց n-ն է, դրանից փոքր m գոյություն չունի, չէ՞։ Իսկ ընդհանրապես, եթե ունեք ZI աստիճան, այդ ժամանակ պետք է նայենք denominator-ին, էլի մոռացա թե ինչ է հայերեն, այսինքն գրում եք i-ն է, ինչ որ կարող է կրճատվի, օրինակ i-ը լինի 2-ը 8-ի վրա, սա կլինի ժամանակ Z8-ի երկրորդը կլինի 4-րդ կարգի կլինի, պետք է 4-ի բարձրացնեք, որ ստանաք 1։ Չգիտեմ, այս մասը պարզ է ինչու է այս թիվը։ Ունենք այս ZN-ը, եթե հիշում եք, ինքը E2πin, չէ՞։ Որպեսզի ZNM-ը լինի 1, E2πi t is 1 if and only if t is in Z. Այս կոմպլեքս թիվը ինքը 1-ի է հավասար այն եւ միայն այն դեպքում, երբ որ այս t-ն ինքը ամբողջ թիվ է։ Այսինքն հիմա մենք սկսում ենք 1-ը n-ի վրա ու նայած i-ից իր աստիճանը հենց այդ denominator-ն է։ Այս թվի։ Շատ լավ։ Հիմա եթե ընդունենք սա, կարող ենք սահմանել այս cyclotomic բազմանդամը, վերցնում ենք այն ZNI-ը, որոնք հենց ունեն n-րդ աստիճան կամ կարգ, չէ՞։ Այս բոլոր թվերն են, որոնք համեմատաբար պարզ են n-ի հետ։ Exactly the same, the roots of unity that have order n. Ու քանի այդպիսի z ունենք phi-m, սա Euler-ի ֆունկցիան է։ Այս ֆունկցիան մենք քննարկեցինք նախորդ լեկցիաներից մեկի ժամանակ։ Հիմա բանը նրանում է, որ մենք միշտ կարող ենք գրել մեր բազմանդամը x-n մինուս 1-ը կարող ենք գրել այս ձևով, եկեք հասկանանք ինչու է դա, ճիշտ։ Հիմա եթե ունեմ zn an, չէ, ինչ որ
աստիճան ունի կամ հարկ ունի, եթե նայենք բոլոր աստիճանների ZNA, որոնք ունեն D հարկ, D-ն բաժանում է N-ի, մենք կստանանք հենց այն նույնն է ստացվում, ինչ որ նայենք ZD, ZDB, ZD, այսինքն ստեղ նույնն է, ինչ որ ZDB, B-ն ու D-ն prime լինեն։ Ինչու է սա ճիշտ, որովհետև եթե ZNA D-ն հավասար է 1-ի, սա նշանակում է, որ Z ու D-ն ամենափոքրն է, այդ նշանակում է, որ ZNA-ն հավասար է ZD B-ի, B-D-ն իրանք համեմատաբար պարզ են։ Այս մասը չգիտեմ, հետևում եք հլա ինչ եմ ասում, թե չէ, օրինակ, եթե ունեմ Z8-ը, չէ, Z8-ը ինչ էր, Z8-ը մինուս 9 էր կարծեմ, ճիշտ եմ ասում, եկեք մի հատ հետ գնանք նայենք, Z8 ինչի էր հավասար, Հիմա այս Z8-ը, եթե ես բարձրացնեմ երկրորդ աստիճանի ու հաշվենք, թե ինչ է ստացվում, ինչ կստացվի, եկեք ստեղ միտեղ, եկեք հլը հաշվենք իսկապես, տեսնենք իմ ասացը, Z8-ը հավասար է դրան, չէ, 1, 2, գումարած I, Հիմա ասում եմ, որ եթե Z8-ը բարձրացնենք երկրորդ աստիճանի, սա կլինի 2-ը 4-ի վրա, 1 գումարած I քառակուսի, սա հավասար է 1 երկրորդ, 2I, ու իսկապես ստանում եմ I, չէ, իսկ in ինքը Z4-ն է։ Սա եմ ասում, այսինքն, եթե բարձրացնում եք ինչ-որ աստիճանի, ու ստացված ZN-ն ունի D կարգ, դա նշանակում է, որ սա հավասար է ZD-ի ինչ-որ B աստիճանի ու B-դեն 1 են, որովհետև բոլոր 1-ի արմատները, որոնք ունեն D կարգ, այս կոմպլեքս թվերն են։ Այսինքն, ինչ եմ ասում, all complex roots of 1 of order E are ZDB. Հիմա, քանի որ N-ը ZN-ից ես կարող եմ ստանալ մենակ բարձրացնելով ինչ-որ A աստիճանի, կարող եմ ստանալ մենակ N բաժանող D-եր, չէ, եթե խմբավորեմ այդ D-երով, այս D-երը պետք է բաժանեն N, հավաքում եմ այս ZDB-ները իրար հետ, ստանում եմ, որ իմ բազմանդամը ուղղակի բազմապատկում եմ այս ֆի-դիները, ֆի-դին ստացվում է այս կառուցումից, primitive, ոնց որ ասում եմ primitive roots of 1.
Սրա մասին ինչ որ հարց կա, ես մի քանի օրինակ հիմա կտամ, կարող է սրանից ավելի հեշտ հասկանանք ինչ եմ ասում։ Եթե օրինակ նայենք Z3-ին, Z3-ը կարող ենք Z3 չէ, X3 երրորդ աստիճան -1 ներկայացվում այս ձևով, առաջին մասը φ1-ն է, երկրորդ մասը φ3-ն է։ Ու այս φ3-ը պարունակում է Z3-ը։ Z3-ի մինիմալ բազմանդամն է դա։ X4 -1-ը ներկայացնում ենք այս ձևով, սա φ1-ն է, այս մասը φ2-ն է, սա էլ φ4-ն է։ Φ4-ը հենց մինիմալ պոլինոմն է, մինիմալ բազմանդամն է e, imaginary unity։ Φ-ին մենք գիտենք, որ ունի այս տեսքը, որտեղ ինքը չբերվող է արդեն, իսկ Z8-ը մենք քննարկեցինք, որ φ8-ը հենց սա է։ Ու φ8-ից եթե բարձրացնենք երկրորդ աստիճան, ստանում ենք in, սա e բազմանդամն է, չէ, սա φ4-ն է, այսինքն տեսնում ենք, որ x8-ը -1-ը ներկայացնում է որպես բազմապատկում φ1, φ2, φ4, φ8։ Ու այս բոլոր թվերը բաժանում են 8-ը։ Ու նույն բանը կատարվում է, այսինքն օրինակ, եթե հաշվեք φ10-ը, x10 -1 կլինի φ1, φ1-ը իհարկե x -1-ն է, հետո φ2, φ2-ը կլինի F2-ը x + 1-ն է։ Ու հետո կլինի F5։ F5-ն էլ այս բազմանդամն է, ինչ-որ բան բաց թողեցի այստեղ։ Կլինի սա ու հետո կլինի F10։ Այսինքն սա կներկայացվի, արդեն կարող եք ստուգել, որ կլինի այս տեսքի։ Ոստեղ ինչ ամենում, այս F10-ը 4-րդ աստիճանի կլինի։ Ոստեղ ինչ-որ 4-րդ աստիճանի բազմանդամ ունեք, այդքան էլ պարզ չի, թե ինչ է այս բազմանդամը, կարող եք հաշվել, այս բանաձևը տալիս է ռեկուրսիվ մեթոդ, որ այս բոլոր φ-ները հաշվեք։ Կարող եք փորձել այս F10-ը հաշվել, հավեսի համար, եթե ուզում եք, բայց սրանից օրինակ, եթե ուղղակի նայենք, թե նախորդ մենք չգիտենք, որ այս F-ը ինքը ունի ռացիոնալ կոեֆիցիենտներ, չէ, ուղղակի մենք խմբավորում ենք արմատները ինչ-որ ձևով, կոեֆիցիենտները այդ բազմանդամի կոմպլեքս են։ Ապրիորի ոնց որ ի սկզբանե կոմպլեքս թվեր են, բայց իրականում իրանք ոչ միայն կոմպլեքս են, այլ ռացիոնալ են եւ ոչ միայն ռացիոնալ են, իրանք ամբողջ թվեր են։ Հիմա այդ առաջի թեորեմը, որ կարող եք ապացուցել Φ-ի մասին, դա նա է, որ ինքը մոնիկ է, այսինքն առաջի ավագ գործակիցը 1 է, ավագ գործակցի կոեֆիցիենտը 1 է ու մյուս կոեֆիցիենտները ամբողջ թվեր են։ Ոնց ենք ապացուցում ինդուկցիայով։ Մենք գիտենք, որ xn-ը xn-1-ը բաժանվում է այս ձևով,
չէ։ Այսինքն սրանից մենք կարող ենք գրել որպես բազմապատիկ φ-ի ու g-ի ինդուկցիայով այս g-ն ունի ինքը մոնիկա ունի ամբողջ թվեր որպես կոեֆիցիենտներ, չէ։ Հիմա ունենք մի հատ բազմանդամ, որը ներկայացվում է որպես մի հատ ուրիշ բազմանդամ z կոեֆիցիենտներով եւ ինչ որ բազմանդամ, որը մենք չգիտենք տեղից է, բայց Գաուսի լեման հենց ասում է, որ նախ ստանում եք կարող եք եզրակացնել սրանից, որ φ-ը ունի ռացիոնալ կոեֆիցիենտներ, չէ, որովհետև սա ունի ռացիոնալ կոեֆիցիենտներ, սա ունի ռացիոնալ կոեֆիցիենտներ, եթե աշխատում ենք qx-ի մեջ, in qx is φn x-ը ուղղակի հավասար է xn մինուս 1 gx, սրանից ստանում ենք, որ ինքը qx-ում է, բայց Գաուսի լեման մեզ նաև ասում է, որ ոչ միայն ռացիոնալ են իր կոեֆիցիենտները, բայց պետք է ամբողջ թվեր լինեն։ Լավ, սա ուրեմն պատասխան է մեր հարցին, թե եթե կցում ենք zn-ը q-ին, ինչ աստիճանի ընդլայնում ենք մենք ստանում։ Հլավոր պատասխանը չկա, բայց մյուս թեորեմը պատասխանում է։ Պատասխանը նրանում է, որ հենց այս φ-ը ինքը չբերվող է qx-ում, ու եթե zn-ը կցենք q-ին, կստանանք ընդլայնում, որի աստիճանը φ-ն է։ Այսինքն ինչ է ասում, որ օրինակ եթե վերցնենք qz10 q-ի վրա, սա 10 է, այսինքն ինչի հավասար 2 մինուս 1, 5 մինուս 1 հավասար է 4-ի։ Չորրորդ աստիճան եք ստանում, իսկ qz11-ը q-ի վրա ստանում եք 10։ z12-ը էլի փոքրանում է φ։ Ինչ է, 3 մինուս 1, 4 մինուս 2, ստանում եք 4, ոնց որ տեն, ճիշտ եմ հաշվում, ճիշտ եմ հաշվում, այսինքն z12-ը q-ի վրա ունի 4-րդ աստիճան։ Չէ, լավ, ինքը ապացույց է, սիրուն ապացույց է, ուզում եմ մանրամասը քննարկել, թե ոնց է սա աշխատում։ Մի քիչ հեշտ ապացույց չի, բայց սիրուն ապացույց է։ Եկեք նայենք, թե ոնց կարող ենք ցույց տալ, որ այս φ-ը ինքը չբերվող է։ Այսինքն մենք հասկանում եք φ-ը մենք չգիտենք ինչ տեսք ունի։ Մենք ինչ որ բանաձև ունենք φ-ի համար, նաև գիտենք, որ ռեկուրսիվ պրոցես է, որը φ-ները տալիս է, բայց թե կոնկրետ ինչ տեսք ունի, այդքան էլ պարզ չի։ Օրինակ φ8-ը սա էր, φ4-ը սա էր, φ3-ը սա էր, φ12-ը չգիտեմ ինչ տեսք ունի, բայց օրինակ եթե նայեք այս օրինակներին, չէ, թվում է թե բոլոր կոեֆիցիենտները պետք է լինեն 1 կամ կարող է -1, կարող եք ասել, թե φ-ը
կարող է միշտ իր կոեֆիցիենտները 1 կամ -1 են։ Բայց դա իսկական ճիշտ չի, Պի 105-ը 2 բան ունի, չէ, կոեֆիցիենտ։ ինչա։ Պի 105-ը 2 կոեֆիցիենտ ունի։ Ահա։ Դրանից փոքր ոնց որ չկա Wikipedia-ի։ Դա, եկեք նայենք ապացույցին, ուրեմն ենթադրենք, թե SPN-ը ինքը բերվող է, ու ենթադրենք, որ SF-ը մինիմալ բազմանդամն է Z-ի։ Ուզում ենք ցույց տանք, որ մինիմալ բազմանդամը Z-ի հենց կլինի SP-ն։ Հիմա, եթե կարողանանք ցույց տանք, որ ցանկացած պարզ թվի համար P, եթե Z-P-ն արմատ է fx-ի, այդ ժամանակ բոլոր Z-ները կլինեն արմատ, որովհետև կարող ենք ներկայացնել Z-ան, չէ, ինքը an համեմատաբար պարզ է n-ի հետ, կարող ենք an գրել որպես P1, P2, PS, ու ամեն անգամ, եթե ունենք ինչ-որ արմատ, այս Z-P-ն ինքը արմատ է, ասենք Z-P1-ը արմատ է phi, հետո վերցնում ենք սա, նույն ոնց որ ռեկուրսիվ, Z-P1, P2-ն էլ է արմատ phi-ի և այլն, մինչև Z-ան էլի արմատ է։ Հիմա այս Z-ը կարևոր չի, որ լինի հենց ZN-ը, ուզում ենք ցույց տալ ուղղակի, որ եթե վերցնենք մի հատ արմատ phi f-ի, բարձրացնենք P աստիճանի, նորից կստանանք արմատ այս f-ի, եթե ենթադրենք, որ phi-ն ինքը մինիմալ բազմանդամն է։ F-ը Z-ի մինիմալ բազմանդամն է։ Հիմա ենթադրենք, որ այս Z-P-ն ինքը ոչ թե F-ի արմատ է, այլ G-ի արմատ է։ Եկեն G-Z-P-ն 0 է։ Ուզում ենք ցույց տանք, որ սա հնարավոր չի։ Դրա համար ուղղակի եթե սա տեղի ունի, այդ ժամանակ այս Z-ը GXP-ի արմատ է, և քանի որ fx-ը մինիմալ բազմանդամն է Z-ի, դա նշանակում է, որ fx-ը պետք է բաժանի այս GXP-ն։ Հասկա։ Այդքան էլ չէ, բայց ոնց որ Phoenix-ի կարգը PN-էր, թե սարան։ Z-ի կարգը N-ը։ PNX բազմանդամի աստիճանը PN-էր։ Այս Z-ը PN-ի արմատ է, չէ, ուզում ենք ցույց տանք այս PN-ը, որ չբերվող է։ Եթե ենթադրենք, որ ինքը բերվող է, այդ ժամանակ կարող ենք գրել այս PN-ը որպես fx gx։ Ու այս fx-ը կարող ենք ենթադրել, որ մինիմալ բազմանդամն է Z-ի։ Ուզում ենք ցույց տալ, որ P-ն հենց մինիմալ բազմանդամն է Z-ի Q-ի, երբ որ աշխատում ենք ռացիոնալ թվերի վրա, որովհետև մինիմալ բազմանդամը հենց ինքը չբերվող է, ըստ սահմանման ոնց որ։
մենք գիտենք, որ մինիմալ պոլինոմը բազմանդամը չբերվող։ Ուզում ենք ցույց տալ, որ այս f-ը պետք է լինի ամբողջ phi-ը։ Դրա համար պետք է ցույց տանք, որ բոլոր արմատները, բոլոր այս z-ը, եթե ենթադրենք, որ z-ը f-ի արմատ է, այդ ժամանակ բոլոր z-ը պետք է լինեն f-ի արմատներ։ Հիմա ինչ ենք ցույց տալի դրա համար, ցույց ենք տալի, որ բոլոր ZP-երը, բոլոր պարզ թվերի համար կլինեն f-ի արմատներ։ Ես պնդում եմ, որ դա ոնց որ բավարար է, որ ստանանք, եկեք նորից մի քիչ ավելի մանրամասն դրա խոսենք, f is 0, f minimal polynomial of z. Այսինքն, եթե նայում ենք այս f-ը հենց հավասար է այս իդեալին, բոլոր իրեմ ինչ նշանակեմ hx, qx, z0։ Սրա այս իդեալի մեջ մտնում է նաև pn-ը, չէ, pn-ը pn z-ը 0 է, և հենց հետևում է, որ f բաժանում է phi-ը։ Հիմա ուզում ենք ցույց տալ, որ հավասար եմ տեղում։ Հիմա եթե կարողանանք ցույց տալ, որ z-pen միշտ նորից արմատ է, for all p not dividing n, այդ ժամանակ ոնց որ կստանանք, որ բոլոր արմատներն են պարունակում։ Այսինքն ինչ ասա ասում, ասում է, որ բոլոր z-ան հավասար է ինչ-որ z-p-ի ini a prime to n, there is p such that I is congruent to p more than հիմա an ու n-ը համեմատաբար պարզ են, չէ, այսինքն ուզում եմ ցույց տամ, որ ոնց որ ինչ-որ իմաստով դեռ բարդ բան եմ օգտագործում, բայց սա պետք չի, որ սա օգտագործեք, մի հատ ուրիշ ձևի էլ կարող եք նույն բանը ստանալ։ Եթե դիտարկենք բոլոր այսպիսի թվերը, պնդում ենք, որ այստեղ պարզ թիվ կա։ Հիմա ինչ եք ուզում անեք։ Ուզում եմ բացատրեմ, որ եթե ցույց տանք, որ ցանկացած պարզ թվի համար z-pen նորից արմատ է f-ի, դրանից հետևում է, որ բոլոր z-այրն են արմատ f-ի ու դրանից հետևում է, որ phi-ն հավասար է f-ի։ Հələ որ դա եմ ուզում բացատրեմ։ Որտեղ մենք ինչա։ Այսինքն մենք ուզում ենք այս մեր անպարզ վերցնենք։ An ինքը պարզ չի սկզբնակի, an ուղղակի n-ից փոքր է ու համեմատաբար պարզ է։ Բայց
Բարդ թեորեմ չենք օգտագործում այս թեորեմը ապացուցելու համար։ Չէ, պետք չի այդ բարդ թեորեմները օգտագործել, ուղղակի ասում եմ, որ ուրիշ ձևի էլ կարող եք տեսնել, որ եթե ապացուցենք, որ բոլոր պարզ աստիճանները z-ի արմատ են f-ի, այդ ժամանակ դրանից հետևում է, որ բոլոր z-այրն են արմատ ու ինչ որ ուզում ենք ստացվում է։ Հիմա ոնց կարող ենք ստանալ մեր ուզածը մի քիչ ուրիշ ձևով։ Ինչ ենք անում, ան գրում ենք որպես պարզ թվերի բազմապատկում, ինչ որ s ու սկսում ենք z-ի, zf-ը f-ի f-ի արմատը, չէ, եթե մենք ցույց տանք, որ f z-ն էլ արմատ, բոլոր p-երի համար, մեզ պետք է, որ այստեղ ռեկուրսիվ պետք է մի քիչ արգումենտ անեք։ Այս մասը մի հատ կթողնեմ, դուք ինքներդ ձեր մեջ քննարկեք, սենց պիտի ցույց տաք, որ եթե ինչ պիտի ցույց տաք, սա պիտի ցույց տաք, if z is the root of f(x), այս z-ը հիմա ցանկացած արմատ է f-ի, then zp is the root։ Եթե սա ենք ցույց տալ, էլի, ապացույցի մեջ սա ենք ցույց տալի, սրանից հետևում է ինչ որ ուզում ենք, որովհետև ռեկուրսիվ փոխում ենք, ցույց ենք տալի z, ասում ենք ինչ որ z-ից, հետո zp-ն էլ արմատ, հետո սրանից հետևում է, որ zp1, p2-ն էլ արմատ եւ այլն, մինչեւ հասնում ենք այն։ Այսինքն սա պետք է ցույց տալ։ Ոչ թե մենք ֆիքսում ենք, ես ոնց որ ֆիքսեցի z-ը, հետո ասում եմ zp-ն արմատ է f-ի, պետք չի ֆիքսել, պետք է ուղղակի ասել, վերցնենք ցանկացած արմատ, այդտեղ սկսում ենք fx-ից, p-ը ներկայացնում ենք որպես fx, gx, ու այս fx-ը ենթադրում ենք, որ չբերվող է։ Այդ ժամանակ fx-ը մինիմալ բազմանդամն է, ինչ որ արմատի էս p-ի, չէ, ու ուզում ենք ցույց տալ, որ բոլոր արմատները p-ի կլինեն f-ի արմատներ։ Հիմա ցույց ենք տալի, որ եթե z-ը f-ի արմատ է, այդ ժամանակ zp-ն էլ արմատ։ Եվ քանի որ f-ը չբերվող է, ինքը կլինի իր արմատի մինիմալ բազմանդամ։ Հիմա եթե վերադառնամ ապացույցին, այդտեղ ապացույցը մի քիչ լավ գրած չի, դրա համար էի փոխում Դիրիխլեի թեորեմին, այս մասը մոռացեք, ասեք fx is irreducible։ Ուզում ենք ցույց տանք, որ phi-ն վերվող, ներկայացնում ենք phi-ը որպես բազմապատիկ f-ի ու g-ի, այստեղ fx-ը չբերվող է ու ենթադրում ենք, որ այս f(z)-ը 0 է, ինչ որ արմատ ենք վերցնում f-ի, ուզում ենք ցույց տանք, որ zp-ն էլ կլինի արմատ, ցանկացած p-ի համար։ Այս մասը հələ հասկանում եք, թե կորցրեցի ձեզ։ Սր մենք fx-ի մի հատ արմատ վերցրինք z-ը, հետո ապա z-ի pen պիտի լինի արմատ, եթե z-ի pen Եվ քանի որ ուրիշ բարձել,
ինչ ուզում եմ անի հետ փոխադարձը որ բարձ այդ տեսակ բարձերով Այսինքն քանի որ z-ը վերցնում ենք ցանկացած արմատ, չէ՞, ինչ որ իմաստով թե որն ենք ընտրում այս արմատներից, այս z-այրից որն ենք ընտրում որպես z, կարևոր չի, իրանք բոլորը իրարից ստացվում են ինչ որ i-ի բարձրացնելով, այսինքն եթե zn-ի փոխարեն ես վերցնեմ zn a, նա նորից բան անում, generate անում այդ բոլոր primitive արմատները, այդ մասը այսինքն եթե ես z-ի փոխարեն վերցնեմ ցանկացած z-ա, generate all other Հիմա ոնց է սա ստացվում, սա հեշտ է տեսնել, եթե ուզում ենք z-բեն ստանանք, չէ, ուզում ենք, որ a-ն բարձրացնենք ինչ որ աստիճանի, ստացվի b մոդուլը n, բայց քանի որ a-ն ու b-ն իրար հետ բան են, համեմատաբար փոխանաբեր պարզ են, coprime են, այս m-ը միշտ գոյություն ունի, այսինքն կարևոր չի որն եմ ես ընտրում այս արմատներից, ես ինչ որ արմատ եմ ընտրել, բայց արմատը ինքը կարևոր չի, ուղղակի ընտրում եմ ինչ որ չբերվող մաս ու վերցնում եմ մի հատ արմատ, այս z-ը f-ի արմատը ու ցույց եմ տալիս, որ z-ն նորից արմատը եւ քանի որ z-ը այս f-ը չբերվող է, չէ, ես վերցրեցի ինչ որ արմատ, հիմա ցույց տվեցի, որ z-ն էլ է արմատ, վերցնենք z-ն z-ի փոխարեն, կրկնենք նույն ապացույցը, այդ ժամանակ p1, p2-ն էլ է արմատ եւ այլն, մինչեւ ստանում ենք z-ն։ Մենք ոնց ստացանք, որ եթե z-ը արմատ է, z-ի պերաստությունը լավ։ Հիմա եթե ուզում եմ առաջի քայլը բացատրեմ ու դե մի քիչ լավ աշխատանք չեմ անում դրա համար, լավ չեմ բացատրում ոնց որ թե։ Այդ առաջի քայլը պարզ քայլն է, ոնց որ թե, բայց արդեն ձեզ չփոթացրեցի։ Վերցնում ենք fx-ը նորից կգամ, fx-ը irreducible, չբերվող է։ Take any root z of fx, then let p is also root. So that p is also root of fx. Հիմա մյուս քայլին մենք կարող ենք այս z-ի փոխարեն, քանի որ ինքը ցանկացած արմատ է, կարող ենք վերցնել այս z-ն։ Հիմա կրկնում ենք։ Now take the p as root of fx, then let p make the is also root. Ու շարունակում ենք մինչև գալիս ենք այն եզրակացության, որ բոլոր z-այրը are roots.
Եթե A-ն ու N-ը կոպրային։ Բայց ըստ սահմանման հենց Phi-N-ը Phi-N-ի արմատները Z-ային են։ չէ՞։ Այս Z-ը ոնց որ թե կարևոր չի, որ Z-ն եք ընտրում։ Ես կարող եք ասել, եթե Z-ը չլինի Z-N-ը, ինչ գիտենք, թե Z-N-ն է հենց արմատ F-N-ի։ Z-N-ը կարևոր չի, որովհետև ցանկացած արմատ վերցնելով Phi-N-ի, բոլոր մյուս արմատները ստացվում են ինչ որ աստիճանի բարձրացնելով, ինքը ցիկլիկ է, քանի որ բոլոր մյուսները Z-B-եր են ու կարող ենք եթե սկսենք ցանկացած արմատից, եթե ուզում եք ֆիքսել Z-ն, վերցնենք սա, այս Z-ը ինքը նորից ZN-ից կարող եք ստանալ մյուս բոլոր արմատները, որովհետև այդպիսի M կարող եք գտնել, որը մոդուլո N կոնգրուենտ է հենց B-ի։ Դա, եկեք այդ մասի մի հատ քննարկեք լեկցիայից հետո, ուզում եմ ապացույցը վերջացնեմ։ Եթե ենթադրենք, որ Z-ն fx-ի արմատ չի, այդ ժամանակ ինքը պետք է լինի G-ի արմատ, չէ՞։ Իսկ G-ի արմատ լինելով, դա նշանակում է, որ ինքը Gxp-ի արմատ է, այս բազմանդամի արմատը։ Իսկ քանի որ F-ը մինիմալ բազմանդամն է Z-ի, դա նշանակում է, որ F-ը կբաժանի Gx-ը։ Հիմա վերցնում ենք F-ն ու G-ն, որոնք ունեն կոեֆիցիենտները իրանց ամբողջ թվեր են, կարող ենք դիտարկել նրանք մոդուլո P։ Այդ ժամանակ ստանում ենք կրճատելով իրանց կոեֆիցիենտները մոդուլո P, ստանում ենք երկու բազմանդամ FPX-ում։ Իսկ FPX-ում եթե վերցնեք ցանկացած բազմանդամ ու իր մեջ դնեք այս XP-ն, անակ SP-ն դուրս կգա, այս ագին հեշտ բան է, ոնց ենք տեսնում սա, եթե ունենք, ասենք, AMX NMP AM-1 XP M-1 եւ այլն in FP IP հավասար է AP, սա Ֆերմայի թեորեմն է, որը մենք արդեն քննարկել ենք եւ նաեւ տեղի ունի այս հավասարումը, եթե բարձրացնեք P աստիճանի, մի ստանում ենք AP BP, այս AB-ն լինելով FPX-ից, որտեղ եթե բացեք ակագծերը, ստանում եք այս բայնոմիալ կոեֆիցիենտները, որոնք բոլորը P-ի են բաժանվում։ Այն բոլորը հետանում են, մնում եք AP BP-ի հետ։ Այսինքն սա է հետևում։ Հիմա ենթադրելով, որ Z-ն արմատա G-ի, մենք ստանում ենք, որ P-ով կրճատելուց հետո Fx-ը պետք է բաժանի այս Gx-P-ին, չէ՞։ Բայց եթե նրանք Fx-ը բաժանում է Gx-P-ին, ինչ որ աստիճանի G-ի, քանի որ
այս fpx-ը UFD-ը, այդ նշանակում է, որ f-ն ու g-ն կունենան ինչ-որ արմատ, նույն արմատը կունեն։ Անպայման չի, որ արմատների պատիկությունը լինի նույնը կամ նույն արմատները ունենան, բայց ինչ-որ արմատ կլինի, ինչ-որ էլեմենտ fp-ի կլինի ինչ-որ ընդլայնման դեպքում fp-ի այս երկու բազմանդամը կունենան նույն արմատը, որտեղ fx-ը բաժանում է gx-ը։ Եթե գրենք սա, ընդլայնենք մեր fp-ն, որ այս gx-ը ունենա բոլոր արմատները, ստացվում է ինչ-որ մի հատ բան չէ, այստեղ ալֆա։ Ու քանի որ բաժանում է, կլինի նույն արմատը։ Ինչ-որ նույն արմատ կունենան, իսկ եթե նրանք ունեն նույն արմատը, դա նշանակում է, որ արմատ ունեն, կարող այն որ չունեն ընդհանուր, բայց որ արմատ լինի, այդպես կարանք ասենք։ Ասում եմ handlining։ Ընդլայնումից հետո արմատ կունենան, ես ուզում եմ ասեմ, որ fx-ն ու gx-ը, քանի որ եթե ներկայացնենք այս gx-ը որպես չգիտեմ, g1x p gsxp, չէ, իրանք հիմա չբերվող բազմանդամներ են, այս fx-ն էլ ներկայացնենք որպես f1x f dx, էլի չբերվող են, քանի որ f գծիկովը բաժանում է g գծիկով p-ն, այսինքն սա բաժանում է սրան, այս f-երը պետք է լինեն այս g-երից ինչ-որ մեկը, չէ, f1-ը պետք է լինի այս g-երից մեկը, որտեղ սա չբերվող է, սրանք էլ են չբերվող, քանի որ UFD-ը, պատկերացրեք սրանք պարզ թվեր են, չէ, f1-ը պետք է լինի g-երից մեկը և այլն, այսինքն ինչ եմ ասում եմ, որ f-ն ու g-ն կունենան common factor, այսինքն ոչ, չեմ ասում, որ իրանք արմատ ունեն, բայց իրանք կունենան ինչ-որ մաս, որը նույնն է f-ի ու g-ի մեջ։ Եվ քանի որ SP-ը բազմապատկումն էր f-ի ու g-ի, սրանից հետևում է, որ եթե ես հիմա կրճատեմ մոդուլո p, p-ը, նա կունենա պատիկությամբ ինչ-որ մաս, ունենա multiple factor, այսինքն ինչ-որ եթե կրճատեմ p-ը, այս p-ը, has a multiple root. In some extension of FP. Այս մասն էլ հիմա ես ժամանակը արդեն հագին անցել է, բայց սա առանձին բան է, որը պետք է ապացուցի, որ կրիտերիա կա, թե ոնց եք ստուգում, եթե բազմանդամ ունի կրկնվող արմատ թե չէ, կախված է դիֆերենցիալների հետ, մյուս անգամ կանենք, այսինքն դիֆերենցիալը հաշվում եք բազմանդամի ու համեմատում եք բազմանդամի հետ։ Եթե իրանք իրար հետ բան են, պարզ են իրարից, այդ ժամանակ բան չունի, կրկնվող արմատ չի ունենա։ Սա մյուս անգամ կանենք, հիմա եթե p-ն չի բաժանում n-ը, չէ, մենք ենթադրում ենք, որ p-ն n-ին չի բաժանում, սրահացանցալը եթե վերցնենք, ստացվի այս բազմանդամը, որը
միակ արմատները 0-ն է սրա, իսկ 0-ն պարզա, որ սրա արմատ չի։ Այսինքն իրարից իրանք բան են, փոփրայում են ու հետևում է, որ x-n մինուս 1-ը մոդուլո p կրկնվող արմատ չի կարող ունենալ։ Լավ, կներեք, ես այսօր շատ երկար տևեց, մի քիչ էի բանանում, պլանավորում, որ այսքան երկար է ապացույցը կտևի։ Ստեղ կանգնեմ, տեսնեմ ինչ որ հարցեր ունեք, մյուս անգամ էլ մի քիչ կվերադառնամ այս ապացույցին։ Մինչև մյուս անգամ մի հատ քննարկեք, տեսեք հասկացաք, թե ինչ է կատարվում։ Ինքը սիրուն ապացույց է, մի քիչ ավելի բարդ է, քան մյուս բաները, որ արեցինք այսօր։ Այդ հարց ես վերջում ենք Phoenix-ը ստացանք ոնց ստացանք, որ FP-ում արմատ ունի կրկնակի Արմատ չի, բան արտադրիչ, պրոստ ինչ որ արտադրիչ, որի պատիկությունը մինիմում 2-ը։ Ինչ որ բանի քառակուսու է բաժանվում, շում է։ լավ էր հարց շում։ Ոնց ստացանք դա։ Ոնց էր Հայկը ասեց էր կարան արդեն Ես պատասխանեցի իր հարցին։ Phi-ը ինքը բաժանում է x-n մինուս 1-ը, չէ, այսինքն եթե Phi-ը ունի կրկնվող բան, Աբրիչայլ արմատ ոնց էր սխալ է հասկացել։ եթե Phi-ը ունի կրկնվող արմատ մոդուլո p, այդ ժամանակ x-n մինուս 1-ն էլ կունենա կրկնվող արմատ, որովհետև Phi-ը բաժանում է x-n-ին, այդ մասն էլ ոնց որ թե մի քիչ շատ արագացեցի։ Հիշեք, որ այս Phi-ը բաժանում է այս բազմանդամը։ Եթե սա ունի կրկնվող արմատ մոդուլո p, դա նշանակում է, որ սա էլ կունենա կրկնվող արմատ մոդուլո p։ Ու ցույց եք տալի, որ սա հնարավոր չի, որովհետև իր ացանցալը ուղղակի ունի մի հատ արմատ 0, որը պարզա, որ սրա x-n մինուս 1-ի արմատ չի։ Եթե p-ն բաժաներ n-ի, ացանցալը վերցնեինք, չէ, մոդուլո p, ուղղակի կստանայինք 0, ժամանակ ոչ մի բան չեք կարող ստանալ։ Դրա համար կարևոր է, որ մենք ենթադրում ենք, որ n-ն ու p-ն իրարից համեմատաբար պարզ են։ Լավ, այս ապացույցը մի հատ նորից անցեք, հիմա ես Ռուբենի հետ մի քանի խնդիրներ եմ ուղարկել նաև վերջում, գիտեմ կհասցնեք այսօր քննարկել թե չէ, այսօր ահագին բան էի պլանավորել, բայց չհասցրեցի օրինակ երկրորդը, սա չհասցրեցի, այս մեկը մի քիչ ավելի դժվար է, թե ոնց է, այս սիկլատոմիկ բազմանդամները, թե ոնց են իրանց պահում, երբ որ կրճատում ես մոդուլո p, հետաքրքիր թվային տեսության հետ կախված բաներ է կատարվում, կարող եք փորձել հասկանալ ինչ որ այս օրինակի վրա ինչ է կատարվում, սրան չհասա, այս մեկը կարող եք անել, 6-ը, սա, ու մեկ էլ սա,